վերաբերում է նոր սահմանադրության տեքստին, այն կհրապարակենք առաջիկա ամիսների ընթացքում եւ ինչպես ասել եմ 1990 թվականի անկախության հռչակագրին նոր սահմանադրության մեջ հղում չպետք է լինի։ Ինչու՞։ Մի պարզ պատճառով մենք հայտարարել ենք Ղարաբաղի շարժումը չշարունակելու, ավարտելու անհրաժեշտության եւ որոշման մասին, կայացրել ենք այդ որոշումը եւ ժողովուրդը այդ որոշումը հաստատել է։ Նոր սահմանադրության մեջ հղում անել անկախության հռչակագրին կնշանակի շարունակել Ղարաբաղի շարժումը, կնշանակի վերադառնալ կոնֆլիկտի տրամաբանությանը, իսկ սա անել չեն կարող առավել եւս 2026 թվականի համապետական ընտրություններից հետո, որտեղ մեր ժողովուրդը քվեարկել է խաղաղության օգտին եւ խաղաղության օրակարգը այժմ այլևս համապետական օրակարգ է։ Ըստ այդմ Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության պահպանումը, ամրապնդումը եւ ինստիտուցիոնալացումը կառավարության համար առաջնային օրակարգ է։ Այս ուղղությամբ առաջիկա կարևոր անելիքներից մեկը գետնի վրա թրիփ նախագծի իրագործումն է, որը բխում է կառավարության խաղաղության խաչմերուկ նախագծից եւ որը 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի խաղաղության գագաթաժողովի կարևոր գործնական արդյունքներից մեկն է։ Թրիփ նախագիծը, որն իրագործվելու է Հայաստանի Հանրապետության տարածքում եւ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների հիման վրա վերջ է դնելու Հայաստանի շրջափակմանը։ Հայաստանի շրջափակումը իդեպ հիմա արդեն մասամբ հաղթահարված է, որովհետև 2025 թվականի նոյեմբերից Ադրբեջանի երկաթուղին Վրաստանի տարածքով բաց է Հայաստան ներմուծումների եւ Հայաստանից արտահանումների համար, իսկ Ախալքալակ Կարս երկաթուղին, ինչպես տեղյակ եք, մայիսին բացվեց Հայաստանից արտահանումների եւ դեպի Հայաստան ներմուծումների համար։ Այժմ նաեւ Թուրքիայի ճանապարհներն են Վրաստանի տարածքով բացվում Հայաստանի ավտոմեքենաների համար։ Թրիփ նախագիծը սակայն ոչ միայն Հայաստան-Ադրբեջան ուղիղ երկաթուղային կապն է բացելու, ներառյալ Հայաստանի տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախճեվանի ինքնավար հանրապետության միջև կապը, նաեւ Հայաստանի հյուսիսային շրջանների երկաթուղային կապը Սյունիքի մարզի հետ Նախճեվանի տարածքով, այլև Հայաստանը ինտեգրելու է միջազգային երկաթուղային ցանցին։ Ուզում եմ ընդգծել, որ նախագծի իրագործումը բացելու է նաև երկաթուղային կապը Պարսից ծոցի եւ Սև ծովի միջև։ Իրանի, Նախճեվանի, Հայաստանի եւ Վրաստանի տարածքով, որը դարակազմիկ փոփոխություն է թե Իրանի, թե Ադրբեջանի, թե Հայաստանի, թե Վրաստանի համար։ Հայաստանն այսպիսով երկաթուղային կապ է ստանալու Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ Պարսից ծոց Սև ծով երկաթուղին թրիփի հետ ուղիղ կապ չունի, այսինքն այդ նախագծի մաս չէ։ Նրա վերաբացումը դառնալու է տարածաշրջանային ապաշրջափակման կարևոր հարակից արդյունքներից մեկը։ Ինչ վերաբերվում է բուն թրիփի երկաթուղային ենթակառուցվածքներին, ակնհայտ է, որ այն անցնելու է Նռնաձոր ակարակ երթուղով, Հայաստանի հարավային սահմանի երկայնքով, Արաքսի ափով, խորհրդային ժամանակներում գոյություն ունեցած մեզ բոլորիս հայտնի երկաթուղու ծրագծով։ Այդ երկաթուղին Ադրբեջանի տարածքով Հայաստանը կապելու է Ռուսաստանի եւ կենտրոնական Ասիայի հետ եւ հասկանալի է, որ դրանով ահռելի բեռնափոխադրումներ են իրականացվելու հատկապես արևելքից արևմուտք։ Այդ բեռներն անխուսափելիորեն անցնելու են թրիփով Նռնաձոր ագարակ երկաթուղիով։ Հասկանալի է, որ ագարակից բեռները մտնելու են Նախճեվան եւ այստեղ է, որ մեզ համար ծագում է մի իրադրություն, որի կառավարումը էական նշանակություն ունի Հայաստանի համար։ Իսկ այդ իրադրությունը հետեւյալն է. խորհրդային ժամանակներում Նախճեվանից երկաթուղին Արտի մարզի երասք բնակավայրով մտել է Հայաստան եւ շարունակվել է մինչեւ Շիրակի մարզի Ախուրիկ բնակավայր, ապա եւ մտել Թուրքիա։
Ու մենք հիմա տեսնում ենք, որ միջազգային ներդրողները ոգևորված լինելով TRIP նախագծով եւ ներդրումներ անելու մեծ ախորժակ ունենալով երասխ ախուրիկ երկաթուղային հատվածը շրջանցելու ուղիներ են փնտրում։ Փնտրում են սխեմա, որ բեռները Նռնաձոր ագարակ երկաթուղով Նախճեվան մտնելուց հետո դեպի արևմուտք ընթացքը շարունակեն ոչ Հայաստանի երկաթուղով, այլ շրջանցեն Հայաստանի երկաթուղին։ Սա մեզ համար մեծ խնդիր է, որովհետև նման սցենարում Հայաստանը մեծ եկամուտներ, ներդրումներ, պոտենցիալ, աշխատատեղեր, զարգացման հնարավորություններ է կորցնում։ Իսկ ինչու են ներդրողները, բեռնափոխադրողները, ապրանքներ վաճառողներն ու ձեռքբերողները ուզում խուսափել երասխ ախուրիկ երկաթուղուց։ Մի պարզ պատճառով երկաթուղու այդ հատվածը, թեև Հայաստանի լիարժեք սեփականությունն է, գտնվում է ռուսական երկաթուղու կառավարման ներքո։ Իսկ Ռուսաստանի եւ Արևմուտքի բարդ հարաբերությունները, Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները միջազգային ներդրողներին, փոխադրողներին եւ առևտրի մասնակիցներին ստիպում են խուսափել, դա ռիսկ համարել եւ ռիսկի չդիմել ուղղակի կամ անուղղակի պատժամիջոցային սահմանափակումների կամ նման ռիսկ ունեցող ենթակառուցվածքի հետ աշխատելով, այսինքն նրանք համարում են, որ աշխատելով նման ենթակառուցվածքների հետ ռիսկի են դիմում։ Մանավանդ եթե հաշվի առնենք TRIP-ով բեռնափոխադրումների ամենախոշոր հաճախորդները լինելու են այն երկրները, որոնք պատժամիջոցներ են կիրառել Ռուսաստանի դեմ։